3.5 բան, որ պետք է իմանալ Հայաստանում պարեկություն անող եվրոպացի դիտորդների մասին։ Դիտորդական այս առաքելությունը Հայաստան է եկել 2023-ին, 2025-ի սկզբին նրանց մանդատը ևս 2 տարով երկարաձգվեց։ ԵՄ դիտորդները եկել են Հայաստանի կառավարության խնդրանքով և անզեն են։ Նրանք դիտարկում են հայ-ադրբեջանական սահմանը միայն Հայաստանի տարածքից ու իրենց դիտարկումների հիման վրա զեկույցներն ուղարկում Բրյուսել։ Բացառապես քաղաքացիական այս նախաձեռնությունը հայտարարում է, նպատակ ունի նպաստել մարդկանց անվտանգության ապահովմանը հակամարտությունից տուժած տարածքներում։ Դիտորդները գալիս են Եվրամիության 25 երկրից և Կանադայից։ Նրանք իրենց բոլոր գործողությունները համակարգում են Հայաստանի իշխանության հետ, ըստ անհրաժեշտության զարգացումների մասին նաև ադրբեջանական կողմին են տեղեկացնում։ Եվրոպացի դիտորդները հայ-ադրբեջանական մոտ 1000 կիլոմետրանոց սահմանին իրավիճակը դիտարկելուց բացի հանդիպում են բնակիչների ու տեղական իշխանությունների հետ, զեկուցելու համար նաև մարդկանց անվտանգությանն առնչվող մանրամասները։ Դիտորդները ոչ միշտ ու ոչ բոլոր առիթներով են հրապարակային հայտարարություններ տարածում։ 2025-ի գարնանն օրինակ նրանք արձանագրեցին, որ Խոզնավարում քաղաքացիական ենթակառուցվածք է վնասվել, մեջբերում հավանաբար Ադրբեջանի արձակած կրակոց։ Պաշտոնական Երևանը վարչապետի մակարդակով հայտարարել է, կնքվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, սահմանին երրորդ ուժեր չեն տեղակայվի։ Կարճ ասած, ԵՄ դիտորդները եկել են Հայաստանի խնդրանքով և կգնան Հայաստանի խնդրանքով։ Դիտորդների ներկայությունն ըստ հայկական կողմի ու քաղաքական վերլուծաբանների ամեն դեպքում զսպող նշանակություն ունի դեռ չհաստատված խաղաղության պայմաններում։ Իսկ այ Եվրամիության անզեն դիտորդներից հատկապես դժգոհ են երկու պետություն։ Ադրբեջանն ու Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ այդ դիտորդներին լրտես են կոչել, հիմնվելով սեփական ենթադրությունների և ոչ երբեք փաստերի վրա։